Ամրանյութերի մեղադրանքով ձերբակալվել է 121 մարդ, նրանց թվում կան ինչպես Վրաստանի, այնպես էլ օտարերկրյա քաղաքացիներ։ Իրավապահները որպես իրեղեն ապացույց առգրավել են վաճառքի համար պատրաստված խոշոր չափերով մեթադոն, ալֆա-պեեֆպե, կոկային, կետամին, բուպրենորֆին, մարիխուանա և կանեփ բույս։ Փրկարարական գործողություն Քարելիում 112 ծառայություն ստացված հաղորդման հիման վրա Նաթլիս Մցեմելի գյուղից սահմանային ոստիկանության ուղղաթիռով տեղափոխվել է քաղաքացի, որը շտապ բժշկական օգնության կարիք ուներ։ Արտակարգ օգնության կենտրոն հաղորդում էր ստացվել, որ հիվանդը անհաբաղ բժշկական օգնության կարիք ունի։ Տարածքի բարդ ռելիեֆի պատճառով նրան ավտոմեքենայով ժամանակին տեղափոխել հնարավոր չէր։ Այդ պատճառով արտակարգ իրավիճակների կառավարման ծառայության հետ միասին գործողությանը միացել է նաև սահմանային ոստիկանության ուղղաթիռը։ Հրշեջ փրկարարները հիվանդին անվտանգ տեղափոխել են Թբիլիսի, իսկ շտապ օգնության բրիգադի բժիշկները նրան տեղափոխել կլինիկա։ Թելավիում շարունակվում են Թելավի գետի կիրճի ափապաշտպանական աշխատանքները։ Այս պահին տեխնիկան աշխատում է գետի հունի 3 տարբեր հատվածներում։ Աղետի էպիկենտրոնն արդեն մաքրվել է քարերից և ցեխային զանգվածներից։ Քաղաքի այս հատվածի մաքրման աշխատանքներին ներգրաված է նաև կենդանի ուժը։ Վարդոշվիլի փողոցը կրկին փակ է։ Այդ տարածքում գտնվող շինությունների վիճակն ուսումնասիրում է Սամխարաուլի դատական փորձաքննության ազգային բյուրոն։ Աղետի հետևանքով խմելու ջրի մատակարարումը խափանումներով իրականացվում է Վարդիսուբանի, Կիսիսխևի և Ծինանդալի գյուղերում։ Նշված գյուղերում արդեն սկսել են ջրամատակարարման գլխամասային կառույցների վերականգնման աշխատանքները։ Զուգդիդիում առավոտից նշում են Վլաքերնոբա տոնը։ Տոնական պատարագը մատուցում է պատրիարքական տեղապահ Շիո III-ը։ Դադիանիների թանգարանից հանդիսավոր կերպով դուրս է բերվել Աստվածամոր պատմուճանը։ Կազմակերպվել է հանդիսավոր երթ։ Սրբազան մասունքը շարականների և պատարագի ուղեկցությամբ տեղափոխվել է Իվերիայի մայր տաճար։ Վրաստանի նախագահը գտնվում է Դոհայում։ Միխեյլ Ղավելաշվիլին կհանդիպի Կատարի պետության ամիրա Շեյխ Թամիմ բին Համադ ալ Թանիի հետ։ Նախագահի մամուլի ծառայության տեղեկությամբ Ղավելաշվիլին նրան անձամբ ցավակցություն կհայտնի Կատարի նախկին ամիրայի մահվան կապակցությամբ։ Այսօրվանից Շանհայ-Թբիլիսի ուղղությամբ մեկնարկել են ուղիղ չվերթները։ Առաջին չվերթի ուղևորներն արդեն ճանապարհ են ընկել։ Ինքնաթիռը մի քանի ժամից վայրէջք կկատարի Թբիլիսիի միջազգային օդանավակայանում։ Կանոնավոր չվերթների մեկնարկի վերաբերյալ վերջնական համաձայնությունը ձեռք է բերվել Վրաստանի էկոնոմիկայի նախարարի Չինաստան կատարած այցի շրջանակներում։ Չինական Eastern Airlines ավիաընկերությունը կանոնավոր չվերթներ կիրականացնի շաբաթական 3 անգամ։ Թբիլիսիում տրամվայի գիծը կկառուցի թուրքական ընկերությունը։ Մրցույթի արդյունքներն արդեն հայտնի են։ Խոսքը վերաբերում է Դիդի-Դիղոմիից մինչև Դիդուբե մետրոյի կայարան ընկած հատվածին։ Քաղաքապետարանում պարզաբանել են, որ հենց այդ ընկերությունն է ներկայացրել ամենացածր գինը։ Կառավարության նիստում քննարկվել են նաև Սարաջիշվիլի մետրոյի կայարանի և Մինդելիի անվան, այսպես կոչված Շեշելիձեի կամրջի հարակից տարածքում երթևեկության փոփոխությունները։ Կալաձեի խոսքով երթևեկության նոր սխեման կբարելավի հասարակական տրանսպորտի աշխատանքը։ Վրաստանում կտրուկ աճում է տզերի ակտիվությունը և դրանց միջոցով փոխանցվող վարակների վտանգը։ Մասնագետները քաղաքացիներին կոչ են անում պահպանել կանխարգելիչ խորհուրդները։ Իվանե Չխայձեի հայտարարությամբ կարևոր է մաշկի վրա տզի ժամանակին հայտնաբերումը։ Նրա խոսքով մինչև սեպտեմբերի վերջ ավելանում են նաև մոծակների, մեղուների և իշամեղուների խայթոցների հետևանքով առաջացած բարդույթների դեպքերը։ Օդերևութաբաններն այսօր ամբողջ Վրաստանի տարածքում կանխատեսում են կարճատև անձրև և ամպրոպ։ Անկայուն եղանակը կպահպանվի նաև առաջիկա օրերին։ Մայրաքաղաքում այսօր սպասվում է առանց ստեղումների, բայց քամոտ եղանակ։ Օդի առավելագույն ջերմաստիճանը կհասնի 32 աստիճան Ցելսիուսի։ Ամերիկան շարունակում է ռմբակոծել Իրանը։ Արդեն 4-րդ գիշերն է, ինչ նահանգները վերսկսել է հարվածները։ Կենտրոնական հրամանատարության հայտարարությամբ անցյալ գիշեր ռազմական գործողությունը տևել է 7 ժամ։ Ռմբակոծվել են Իրանի հրթիռային և անօդաչու թռչող սարքերի օբյեկտները, ռազմածովային ենթակառուցվածքները և առափնյա պաշտպանության համակարգերը։ Վերականգնվել է նաև Իրանի նավահանգիստների ծովային շրջափակումը։ Իսկ իրանական լրատվամիջոցների տեղեկությամբ, ի պատասխան, Թեհրանը ոչնչացրել է Հորդանանում տեղակայված ամերիկյան ռազմական օբյեկտներ, ինչպես նաև հարված հասցրել Քուվեյթում գտնվող պահեստին, որը Իրանի հայտարարությամբ հանդիսանում է նահանգների զինված ուժերի լոգիստիկայի և աջակցության կենտրոնը Մինա Աբդուլլահում։ Նրանց տեղեկությամբ վերջին օրերին ԱՄՆ-ի իրականացրած հարձակումների հետևանքով զոհվել է ավելի քան 30 մարդ, ավելի քան 260 մարդ վիրավորվել։